երբ են ոմանք սովորելու փողոցում աղբ չթափել։ Իմիջայլոց, վաղը գնում ենք զբոսայգու տարածքը մաքրելու, մաքուր քաղաք կազմակերպությունն է անում։ Շատ մարդիկ են գալու, իսկ դու գալու ես։ Ես չեմ գա, քեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Բայց ինչու։ Քեզ դուր է գալիս, որ ոտքերիդ տակ պլաստիկ շշեր ու ծխախոտի տուփեր են թափված ամենուր։ Դուր չի գալիս, բայց քո նշած մաքուր քաղաք կազմակերպությունը իրականում ոչ թե քաղաքն է մաքրում, այլ համացանցում լայքեր է հավաքում։ Իրենց փողը որտեղից հայտնվեց, ինչ ես կարծում։ Իսկ տնօրենն էլ լավ օգտվում է այդ ամենից։ Ինչից որոշեցիր։ Մաքուր քաղաք կազմակերպության կասկածելի ֆինանսավորումը եւ տնօրենի ճոխ առանձնատունը։ Ես զարմանում եմ, Հայկ, դու որ սրճարանում վճարում ես, միշտ հաշիվը ստուգում ես, չէ։ Դե հա, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Իսկ որ մի բան կարդում ես, ինչու չես ստուգում, որտեղից այդ ինֆոն, ով է տեղադրել, ինչի համար, ինչու ես ամեն գրածին հավատում։ Սոցցանցերում իմ ընկերներն ու ծանոթներն են իրենց էջերում տարածել։ Իրենք հո սուտասան չեն։ Արդեն մի քանի տեղ տեսել եմ։ Քո ծանոթները սուտասան չեն, բայց մարդ են եւ կարող են սխալվել ու չստուգել։ Իսկ դու։ Արի միասին ստուգենք։ Ուր է այդ հղումը։ Ուիլ Սմիթը հայ է եւ կգա Հայաստան համերգներով։ Սիսիանում նավթ են գտել։ Լոռու մարզում արգելվելու է չանախ պանիրը։ Ու դու այս կայքի գրածներին հավատում ես։ Լսի, ճիշտն ասած չէի մտել հղումով։ Միայն վերնագրերն էի կարդացել։ Սա իհարկե խայտառակ կայք է, սուտը ստի վրա, ամոթել է։ Գուցե բացես կազմակերպության պաշտոնական էջը, կարդաս մեր մասին բաժինը, այնտեղ կա հասցեն, հեռախոսահամարը։ Տես, անցած տարվա իրենց բոլոր ակցիաները, մասնակիցների կարծիքները, տեսանյութերը, հաշվետվությունները, անձնակազմի անուններն ու լուսանկարները։ Տնօրենն էլ քո նշած մարդը չի։ Վայ, տնօրենը կին է։ Այո, մեր համալսարանի դասախոսն է ու շատ պարկեշտ անձնավորություն։ Այ այսպես է լինում, որ մարդիկ ստին հավատում են ու խաբվում։ Պետք է գրել մյուսներին, որ այդ սուտը իրենց էջերից հանեն։ Որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, վստահելի աղբյուրից։ Արթուն պահիր միտքդ, հարցեր տուր, ստուգիր, պաշտպանիր ապատեղեկատվությունից քեզ ու քո շրջապատը։